Բարև բոլորիդ, հայր ջան, եկել եմ ձեզ տեղեկացնեմ միակ sense նորությունով։ Մենք տեղափոխվում ենք։ Հա, 7-րդ սերվերից մենք տեղափոխվում ենք։ Ինչի համար։ 7-րդ սերվերում կային լիքը մարդիկ, որ շատ վատ էին վերաբերվում մեր խաղացողներին, էնգրիներին, ռևենսներին, ու մենք որոշեցինք, որ այլ տարբերակ չկա, ուրիշ ձև չենք կարա մենք անենք, որոշեցինք տեղափոխվենք 9-րդ սերվեր։ Ինչի համար որոշեցինք տեղափոխվենք 9-րդ սերվեր։ Հիմա ես մանրամասն ձեզ բացատրեմ, որ դուք հասկանաք։ Ուրեմն 7-րդ սերվերում կային ադմիններ, որոնք տեղյակ էին խաղի բոլոր կանոններից։ Ու այդ մարդկանց ադմինի լիցենզիայից զրկեցին, այսինքն այդ մարդիկ էլ ադմին չեն, դարձան սովորական մեր պես խաղացող։ Քանի որ տենում էին, որ մենք շատ ենք, մեր դեմ շատ դժվար է դուրս գալ, ու այդ ամեն ինչը հաշվի առնելով, այդ մարդիկ մտան Facebook։ Մտան Facebook, ունեցան իրանց ծանոթությունը, ունեցան իրանց խաղացողներին, այսինքն դառան full Facebook-ի սաստավ, որոնք աշխատում են կոնկրետ մեր ֆամի դեմ։ Ինչ էին անում։ Ուրեմն, թազա խաղացողները, ովքեր անունի վերջում դնում են angry, գալիս էին միանում էին մեր ֆամին, մեր հետ սկսում էին խաղալը, հələ մեր ֆամին չմիացած, այսինքն ակաունտը բացում ես, դառնում մի level ես, զադենյա չես արել, տերում են անունի վերջում angry-ա, մի հատ ID-ով չաթում գրում են քո անունը, տենում են հասլա, всё, իրանք կատկատ չունեն, այսինքն իրանք զապիս չեն անում խաղը։ Իրանք գալիս են տվյալ մարդուն, բռնում են, տալիս են միանգամից 6 աստղ ու միանգամից ստանում են բերդ։ Այսինքն իմ խաղացողներից շատ մարդիկ թողեցին 7-րդ սերվերը զուտ այն պատճառով, որ առանց պատճառ իրանց գալի բռնում են։ Հաստատ ինձ էլ հաճելի չի լինի, եթե ես խաղալու եմ հեռախոսով, առանց պատճառ գանից բռնեն, տանեն, նստեցնեն։ Ու ես 3 ժամ իմ հեռախոսը պրոստը պետքա միացած թողամ, տաքանա, որ բերդից դուրս գա։ Հա, ուրիշ բան, կոնտենտ անես, կրակոցի անես, չգիտեմ, լիքը բաներ անես, այդ ժամանակ գան բռնեն, տանեն խոսքի, էդի ուրիշ հարց։ Ու արդեն այնքան են իրանք կոպիտ ասած հաբերգել, որ հանգարում էին կոնկրետ արդեն մեր ստրիմները։ Հեսա ես ձեզ կադրներ ցույց կտամ, թե ինչ էին անում, ինչ ձև էին խանգարում։ Ու հեսա ցույց կտամ, թե մենք 7-րդ սերվերում ինչեր ունենք, ու այդ ամեն ինչը լրիվ դնում եմ մի կողմ, դնում եմ 9-րդ սերվեր։ Սրանից հետո մենք խաղալու ենք 9-րդ սերվերում, բոլոր հայերով, համախմբված։ Դեմից 17 եմ խաղացել, եկել եմ 7-րդ սերվեր, իմ հետ 17-ից լիքը հեյտերներ, այն մարդիկ, ովքեր ինձ չէին սիրում, իմ ֆամի տղեկին չէին սիրում, էլի եկան 7-րդ սերվեր, որ ինձ խանգարեն, բայց չկարացան։ Չկարացան ու ընթացքում ձեռք բերեցինք այստեղ նորից նույն մարդկանցից։ Հիմա ես դες կադրներ ցույց կտամ, թե օրինակ ինչ են անում ու ոնց են պրովոկացիա անում, որ իմ ֆամի խաղացողները ինչ որ մի հատ սխալ բան անեն ու այդ մարդկանց տանեն հավայի լսես։ Ու իրանք այնց են անում, եթե ես խոսքի օրինակի համար իմ խաղացողները շարված են, ես իրանց հետ խոսում եմ ու վախտն է եկել, որ ես պետք է արդեն խաղից դուրս գամ, հենց դուրս եմ գալի, արդեն իրանք սկսում են իրանց այդ ամեն ինչը կազմակերպել։ Տղեկին անիմաց տեղը բռնում են, տանում նստեցնում են։ Հիմա այդ կադրները ձեզ ցույց կտամ, մի հատ կհասկանաք ինչի մասին է խոսքը, ու արդեն կանցնենք մի հատ 7-րդ սերվեր, ձեզ ցույց կտամ, թե ինչեր ունենք 7-րդ սերվերում ու այդ ամեն ինչը պրոստ տակ թողում ենք դուրս ենք գալի այդ սերվերից։ Նայեք ժողովուրդ ջան, ստե պրոստը տղեկ հավաքվել են։ Իմ ֆամի խաղացողները հավաքվել են ու ստեղ ինչա կատարվում։ Ես ուզում եմ պրոստը խաղը սփակեմ, իրանք տենան ստրիմով, որ ես խաղից դուրս եմ գալի, ու իրանք անեն այն ամեն ինչը, որը որ միշտ անում են, այսինքն գան տղեկին բռնեն ու գիտեն, որ ինձ ադմինները նայում են, էլի, կարող է խոսքի այդ ամեն ինչը իմ ստրիմի մեջ երևա ու իրանք փակեն։ Դրա համար իրանք սպասում են, որ ես խաղից դուրս գամ, դե տղեկն էլ հայ, բնականաբար հայի խասյաթ է, եթե ինչ որ մեկը գա, ինչ որ մի հատ միադեկվատ, ինչ որ մի հատ պահվածք ցուցաբերի, տղեկն են, որ հանելու են կրակեն, ասես կինո կայնի ու նայեք ինչա կատարվում։ Հեսա ռելոգվում եմ ու տեսեք, եթե տղեկից ինչ որ մեկը ստե կրակի, ինչա կատարվելու։ Նայեք, ստե պրոստը ռելոգ եմ լինում խաղից, всё մտա խաղ, ստե իմ շորերը հանում եմ, վրից վեշերը հանում եմ, որ չճանաչեն, որ ես եմ։ Նայեք, հիմա իրանք մտածում են, թե ես արդեն խաղից ելել եմ։ Նայեք, ստե արդեն խաղացողներն են, հեսա, մեր ֆանատիկներն են, 1, 2, ու նայեք, հեսա իրանք գալու են ստեղ կանգնեն ու ինատու պրովոկացիա անեն, իրանք վատ պահեն, որ տղեկը սկսեն իրանք վրա կրակելը։ Նայեք, նայեք, տեսա։ Հիմա նայեք, ինչա ստե կատարվում, նայեք, այստեղ տենում եմ, որ ստե մարդ կա, այս ագարոդի մեջ մարդ կա։ Ուզում եմ հասկանամ, ինչ գործ ունի դե մարդ, էդում եմ մտել, նայեք, ստե մի հատ ուղղակի ցեվացուն եմ անում, որ մարդիկ հասկանան, որ ապացույց կա, ցեվացունը կոնկրետ ապացույցի համար է։ Հիմա եկել եմ, որ ստե ստուգեմ, թե ով է ստե, ու իրանք ստե խոսում են։ Պրոստը հիմա ձենը չեմ ուզում բացեմ, էլ մնացածը որ չլսեք, լիքը բաներ ա տեղը, չեմ ուզում այդ ամեն ինչը լսեք։ Նայեք, ովքեր են ստե։
Facebook-ի աշխատողներ։ Ու պլյուս այս մարդիկ, այս Facebook-ի աշխատողները, այն բարձր ռանգի Facebook-ի աշխատողներն են։ Այսինքն, այս մարդկանց այնքան հակասած չեն արել իրենց պահվածքի համար, այսինքն այս մարդկանց չեն բլոկել, որ պամեխա են անում, ստրիմը խանգարում են, հավայտեղը մարդկանց բռնում են, որ իրանք հավրգել են, արդեն այդ ամեն ինչ իրանք ստրիմի մեջ են անում, ախպեր։ Ոբշե, նայեք, ստե տենում են, որ ես արդեն իրանք պալիտ եմ արել, ստե ուզում դուրը բացեմ, որ իրանք անունը երևա, բայց արդեն երևում էր այս պահը երևում է, էլի անունը մասկով են իրանք, որ չերևա։ Ստե դուրը բացում եմ, ու նայեք իրանք ոնց են փակնում պրոստը, որ չերևան։ Բայց այն որ արդեն պալիտ են եղել ու ադմինները իրանք հետ կապվել են արդեն։ Նայեք ինչա կատարվում։ Նայեք ոնց են փախնում։ Տեսել եք Facebook-ն այսպես փախներ։ Փախնող Facebook-ն։ Նայեք։ Ողջույն։ Այս թեման անցանք, մեռնեմ ձեզ։ Այս թեման անցանք, ես այն հասկացա այս ամեն ինչից, որ ինչքան էլ այս մարդկանց հետ խոսում են, ես ընդ այդ ադմինների հետ խոսում եի, ասում եի, որ խոսքի սենց խանգարում են ախպեր, բեցան խանգարում են, տղեկին սաղորը բռնում են անիմաստ տեղը, ասում են ապացույցներ տուր։ Այնքան այս ամեն ինչին կարևորություն չտվեցին, որ ես որոշեցի, որ գնում եմ 7-րդ սերվերից։ Այս սերվերից գնում ենք ու հեսա ես ցույց կտամ вообще մենք ինչեր ունենք այս սերվերում ու այս ամեն ինչը պրոստը թողում եմ ու դուրս գամ, որովհետև էլ այս սերվեր չունեմ, սաղորը այս մարդկանց չեն թագում, վերջի պահին, որ արդեն որոշել ենք դուրս գայինք, արդեն զապը դուս եք, արդեն ես էլ որ խոսում էի, որ արդեն պետք է սերվերից դուրս գամ, տենում եմ, որ այդ մարդկանց նոր որոշում են, որ stream snipe-ի ու պամեխա կոնտենտի համար պետքա փակեն։ Այդ մարդկանց փակեցին, բայց 5 օրով։ Այդ մարդիկ 5 օրից ելնելու են, էլի այդ նույնը անելու են։ Այդ ամեն ինչը իրանք պետքա շատ շուտ անեին։ Ես իրանց դակազատից սպակցում եմ, իրանք տենում են այդ ամեն ինչը, ինձ ասում են մի հատ էլ ձենով ուղարկի, որ ձենն էլ լսենք։ Явնի տենում եք, էլի ստրիմի մեջ գալի խանգարում են, էլ ձենը, այդ ամեն ինչը լսել է, ինչ կապ ունի։ Ոբշե, հիմա ես մի հատ էլ ձեզ ցույց տամ, թե մենք вообще 7-րդ սերվեր ինչեր ունենք ու այդ ամեն ինչը զուտ թողում եմ դուրս եմ գալի։ Ինչի համար, այսենց խաղացողների համար, այսենց մարդկանց համար, որ իրանք պրոստը ֆանատիզմ է իրանց մոտ։ Իրանք լավ են զգում, որ կարող է գան խոսքի իմ ստրիմի մեջ Երևան, իրանք չգիտեմ։ Տենան, որ ես ջղայնանում եմ իրանց վրա, արա իրանք ասեն, «Արա տես, հակի ստրիմի մեջ մենք երևացինք, ինքը մեր վրա ջղայնացավ», ու սենց իրանք այդպես վիճակ է իրանց մոտ, մալի շոկ են, էլի չեն ջոգում խոսքի որից հետո է։ Իրանք չեն պատկերացնում, այ դեբիլներ, որ հեսա այդ սերվերից էլ է, այդ սերվերում դուք էլ ոչ մի բան չեք կարողանալու անեք։ Ում պետքա գաք բռնեք կամ չգիտեմ ում է պետքա կոնտենտ անեք, ոչ մեկի։ Так что էդի ամենավատը իրանց համար է, իմ համար վատ բան չկա, ես հետում եմ 9-րդ սերվեր, 9-րդ սերվերում այնքան շատ ենք հայերով լինելու, որ չգիտեմ, կարող է դուք այդպես բան ընդհանրապես չեք տեսել։ Так что եթե կուզես դու էլ միանալ մեզ, գալիս ես 9-րդ սերվեր, անունի վերջում դնում ես angry, գրում ես hack promo կոդը ու սպասում եմ։ Ամեն օր խաղալու ենք, թե ստրիմով, թե ստրիմից դուրս, սաղոր տղեկի հետ եմ, Discord-ով, սաղոր շփվում ենք։ Երեք գիշերը ժամը 4-ին էլ Discord-ում տղեկի հետ շփվում ենք, խաղում ենք։ Ողջույն, ամեն ինչ պետքա պրոստը 0-ից սկսենք, այդ ամեն ինչը այսօրվա ստրիմում է տեղի ունենալու, համ էլ ավելի հետաքրքիր է, էլի 0-ից ստեղծելը։ Հիմա մի հատ էլ ցույց տամ, թե ինչ ունենք մենք 7-րդ սերվերում ու այսքանով եզրափակենք մեր շատ գեղեցիկ վիդեոն։ Հիմա ցույց եմ տալի, թե ինչ ունենք մենք 7-րդ սերվերում։ Էսի մեր տունն է։ Այս տունը ինձ չի տենց սիրուն տուն է, բայց այս տունը առել եմ նրա համար, որովհետև տարածքը ահա որ մեծ է։ Ահա որ։ Ունենք տենց ախտուներ։ Էսի 1։ Էսի 2։ Էսի 3։ Էսի 4։ Էսի 5, էսի 6, էսի 7, էսի 8, 9, 10, Ես էլ եկեք սենց ցույց տամ, էսի կոնկրետ case-ից եմ հանել, էքսկլյուզիվնի յաշիկա ինքը սերվերում սրանից 3 հատ է, հեսա։ Ու այս ամեն ինչը հայր ջան, ես պրոստը թողում եմ ու դուրս եմ գալի այս սերվերից մի քանի հոգու պատճառով։ Մնացած ավտոներն էլ սենց ասեմ, կոնկրետ եղել է իմ սկլադը։ Հիմա ես դες ցույց տամ տենեք։ Այս ավտոների մեջ ունեցել ենք մատերիալներ, Պատրոններ, ձենքեր, ամեն ինչ էլի սենց
Այդ պատրոնները մնացած ակտոների մեջ էլ էլի։ Մի հատ հեսա կմտնենք, մի հատ է տանց կլադը ցույց կտամ ձեզ, որ հասկանաք։ Էսի իմ տանց կլադն է, այնա տղեկ արդեն սա սրբել են, բայց էլի կա մատերիալ բանում եք լիքը։ Էս էլ իմ տանց կլադն է։ Այս ամեն ինչը պրոստը թողում եմ այդ սենց, ոչ մի բանի ձեռք չեմ տալու, ոչ մտնելու եմ էլ այս սերվեր, ոչ մի բան։ Այս ամեն ինչը թողում եմ ու հայդա 9-րդ սերվեր։ 9-րդ սերվերում մենք ամեն ինչ անելու ենք, որ դառնանք ամենահարուստներից։ Իմ ֆամի, իմ տղեկի հետ միասին։ Так что դու էլ արի, միացի մեզ ու դառի այդ հարուստներից մեկը։ Դե ինչ հայր ջան, մեր վիդեոն այսքանն էր, ինձ թվում է բոլորիդ պարզ դարձավ, թե ինչի համար ենք մենք 7-րդ սերվերից դուրս գալի։ Հա, իմիջայլոց մոռացա ասեի, որ ֆորումներն էլ էլի, որ բացում ես, ֆորումի ցանկը սենց մի 10 քանի էջ մենակ էնգելի է։ В общем, մեր վիդեոն այսքանն էր հայր ջան։ Պարտադիր լայքը դիր ու բաժանորդագրվի մեր ալիքին, որ բաց չթողես ոչ մի վիդեո։ Մեր ալիքում շուշուտ են դուրս գալու վիդեոներ, շատ հետաքրքիր։ Դե ինչ, պակա-պակա։